Գործ առաքելոց 16-ը։ Ես սիրում եմ Աստծո խոսքից որոշ ժամանակներ կարդանք։ Հանկարծ ասում ենք, այս համարից համարը հետո կարդացեք։ Հանկարծ սիրում եմ կարդանք։ Եղավ 16-րդ խոսքը, 16 գլուխը գործ առաքելոցի։ Գործ առաքելոցը ով է գրել։ Ղուկասը ով է։ Ես։ Այդ ինչքան հասկացող մարդիկ են դուք։ Մամիկոնը գլուխը ստեցա։ Սրանք հավատացին, թող հավատան։ Հիմա քեզ ինչ անում։ Թող հավատան։ Եղավ որ մենք, ով է գրում Ղուկասը, ասում է, այսինքն Պողոսը, Շիղան եւ ուրիշները։ Եղավ որ մենք աղոթքի գնալիս, որտեղ միասին ասենք, աղոթքի։ Դու որտեղ ես էթում։ Մենակ տեղը չի, շատ անգամներ։ Մենք եկեղեցու մեջ ենք եւ մեր խելքն ու մեր հոգին ուրիշ տեղ է։ Եղավ որ մենք աղոթքի գնալիս, մի աղախին պատահեց մեզ, որ հարցուկ ոգի ուներ։ Կախարդական հոգի ուներ։ Որ կախարդությունով իր տերերին շատ շահ էր բերում։ Հայաստանում էլ կա։ Ներողություն ինձ ասեք, Հայաստանում քիչ կախարդություն կա։ Սա Պողոսի եւ մեր ետևից ընկած աղաղակում էր եւ ասում. այս մարդիկը բարձրյալ Աստծո ծառաներն են, որ ձեզ պատմում են փրկության ճանապարհը։ Կախարդը, հետո ասում են, որ սրանք Աստծո, ճիշտ բան ասում, բայց կախարդը։ Ես չեմ ուզում սատանան ինձից պատմի։ Ուզում Աստված իմ մասին պատմի, չէ՞։ Ես կախարդի խոսքերը չեմ ուզում լսեմ։ Եվ շատ օրեր այս բանն անում էր։ Պողոսն էլ զայրացավ։ Ում վրա զայրացավ։ Մարդկանց վրա չէ։ Մենք հանկարծ զայրանում ենք մարդկանց վրա։ Զայրացավ ում վրա։ Չարի վրա։ Չէ՞ որ այդ աղջկա կնոջ վրա։ Չարի վրա։ Պողոսն էլ զայրացած դարձավ եւ ասեց այն ոգուն. Հիսուս Քրիստոսի անունով պատվիրում եմ քեզ դուրս եկ դրանից։ Եվ նույն ժամումը դուրս եկավ։ Մեր Հայկ Նահատակ եղբայրը եպիսկոպոսը դևեր էր հանում։ Մատ տղա տեսավ ես դև հանում, ասավ ես էլ դև անեմ։ Որոշները ընդօրինակում են։ Ընդօրինակել չէ, պետք է օծություն ունենաս։ Եվ օծությունը գին պետք է վճարես։ Ինչքան ավելի օծությունը բարձր լինի, գինը ավելի շատ է։ Ճիշտ եմ ասում թե չէ։ Հանկարծ մենք ամենի ալելույա ասեք։ Ախր դուք Սուրբ Հոգով լցված եկեղեցի եք, մեր բան ասենք, մեր ձեն հանեք, մեր գլուխ շարժեք։ Մատ եղբայր էր երիտասարդ, ասավ ես էլ դև հանեմ։ Մատ եղբայր ունենք անունը Սուրեն։ Սուրենը կարճաբոյ էր, գլուխ էսպես, խելոք, գալիս էր էթում էր։ Ասավ Սուրեն եկ։ Խղ Սուրենն էլ սկսավ գնաց։ Ասավ նստես աթորին։ Խղ Սուրենն էլ նստավ։ Ասավ դու քանի հոգի եք։ Լսել էր եղբայրը կարծում դու քանի հոգի եք, դևեր իրանց բան։ Ասավ մենք 3 հոգի ենք, ասավ անունները։ Ասավ մամես, քուրս եւ ես։ Ես ճիշտ պատմություն է։ Ասավ ծաղրում ես ինձ, ասավ չէ 3 հոգի եք։ Ասավ դուրս գնա, Սուրենը վեր կացավ հետո, ասավ որտեղ ես հետում, ասավ դու ասար դուրս գնա։ Եթե օծություն չունենք, ծիծաղելի բաներ ենք անում, ուրիշներին ընդօրինակում ենք։ Բայց քրիստոնեությունը ուրիշին ընդօրինակել չի։ Ծառայությունը պետք է ումից ստանանք, եւ պետք է օծություն լինի տեղ։ Որ ասավ, պատվիրում եմ դուրս արի, նույն ժամումը դուրս եկավ։ Կարծում ենք Պողոս առաքյալը, դևին դուրս արավ, մենք դևին դուրս անենք, հետո ամենը մեր համար ինչ կանեն, կծափարեն, տեսեք ինչ եղավ։ Եվ երբ որ նրա տերեր տեսան, թե իրանց շահի հույսը կտրվեցավ, Պողոսին եւ Շիղային առան քաղաքի հրապարակն իշխանների մոտ։ Եվ նրանց տարան զորագլուխների մոտ եւ ասեցին. այս մարդիկը խորովեցնում են մեր քաղաքը իրանք հրյաններ լինելով եւ այնպիսի սովորություններ են քարոզում, որ մեզ արժան չի ընդունել, ոչ էլ անել, որ հրամայացի ենք։ Եվ ամբողջը կիտվեցավ նրանց վրա։ Եվ զորագլուխները նրանց հանդերձները հանեցին։ Ներողություն, քույրեր եղբայրներ, քանիստ եք ուզում դև հանեք, հետո ձեր հանդերձները հանեն ձեզի մեր կասնեն, հա, քանիսը։ Ձեր բարձրացրեք։ Մամեկոնի խոսքը մի լսեք։
Մենք չենք ուզում, իմանում եմ, բայց չենք ուզում մեզի հանդերձները հանել։ Ասում է հանդերձները հանեցին։ Եվ հրաման տվին, որ ծեծեն։ Քանի ինչ եք ուզում ծեծ ուտեք։ Եվ նրանց շատ խոցեր տալուց հետո, ասենք այնքան ծեծան, ամեն մարմինը վիրավորվավ։ Շատ խոցեր տալուց հետո բանտը գցեցին եւ բանտապետին պատվիրելով, որ նրանց զգուշան պահե։ Նա էլ այն պատվերն առած նրանց ներսի բանտը գցեց, ամենադժվար տեղը, եւ նրանց ոտքերը պնդացրեց կոճղումը։ Ասենք նրանց ինչ արեց, ոտքերը շղթայեց։ Մեր լավ ծեծել են, վիրավոր գցել են ընդդեմ։ Ես մտածում եմ, շատ հավատացյալներ, կարող է ես էլ լինեին, դեպ եմ դուսերել, մարդկանց վկայել եմ, հետո այդ ժամանակ գցեն ինձի, կասեմ Տեր Աստված, շատ մերսի։ Էս էր քո thank you-ն, էս էր քո շնորհակալությունը։ Մեր լավ ծեծել են, ես քեզ ծառայել եմ, մեր լավ ծեծել են։ Եկեղեցում տեսել եմ հանկարծ որոշները մարդու չեն նեղանում, Վազգեն, Տերոջից են գայթակղվում։ Սպասողությունը Տերոջից, որ Տերը պետք է միշտ մեր համար ինչ անի։ Այն քարոզիչներին ում որ ասում են, Տերը իմ համար ծափարում է։ Տերն է իմ համար ծափարում, ես կարծում եմ պետք է ընկնեմ իր ոտքերը համբյուրեն։ Սխալ եմ ասում, թե ճիշտ եմ ասում։ Որոշները կարծում են ինչ որ անեն, Տերը պետք է իրանց ասի, ինչքան լավ ես անում, ինչքան լավ ես անում։ Ես կարծում եմ շատերը լինեին Պողոսի շիղայի տեղը կգանգատվեին, ծեծեն կերել, մերկացել են, ամեն ինչ որ պատահել է նրանց բացասական։ Եվ կես գիշերին, միասին ասեն կես գիշեր։ Այդքան դժվար օրից հետո Պողոսն ու Շիղան աղոթ կանելով օրհնում էին Աստծուն։ Աղոթում են, օրհնում են Աստծուն։ Չեն ասում Տեր, բանտից մեզի ազատի։ Նայեք մի բան ասեմ, ամեն այդ երկրներ, Պարսկաստանի նման, Չինաստանի նման, որ մարդիկ բանտերի մեջ են տանջվում են, ոչ մեկը չի ասում աղոթեք, որ ես ազատվեմ, ասում են աղոթեք, որ Աստծո գործը առաջ գնա։ Հանգիստ երկրներում, Հայաստանի նման միշտ ուզում ենք մի բան Աստված մեզի տա։ Այդ երկրներում, որ հալածվում են, մենակ ուզում են Աստծո գործը առաջ եծել։ Եվ կես գիշերին, միասին ասեն կես գիշերին։ Պողոս եւ Շիղան աղոթ կանելով օրհնում էին Աստծուն եւ մանդարկվածներն էլ նրանց ականջ էին դնում։ Ամենակարևոր տեղը, որ մենք քարոզենք, եկեղեցին չի։ Ամենակարևոր տեղը այն ժամանակա, որ մեր հետ վատ են վարվել, մարդիկ նայում են, տեսնեն ինձ ենք Աստծուն դժգոհում եւ մենք փառք ենք տալի Տերոջ։ Վիրավոր ենք, բայց փառք ենք տալի Տերոջ։ Նայեք ձեզի ասեմ։ Ամենամեծ վկայությունը այն ժամանակ կլինեք, որ մեծ կորուստ եք ունեցել եւ ամեն ընտանիքը, ընկերները, նրանք որ վկայել եք նայում են, տեսնեն ձեր ռեակցիան ինչ է։ Մենք կարծում ենք ամենակարևոր տեղը եկեղեցին է, ոչ։ Այն ժամանակ որ ամեն ինչը ձեռից տալիս ենք, մարդիկ նայում են մեզի։ Որ տեսնեն մենք ինչ ենք անում։ Այն ժամանակ եթե դժգոհում ենք, բան ենք անում, կասեն սրանք էլ մեր նման են։ Եվ կհանկարդալը նրանց ականջին։ Մած Սևամորթ մեծ քարոզիչ։ Ասում է, եւ որ Պողոսն ու Շիղանը սկսեցին բարձր ձայնով, այդքան ջարդված, մերկացված, իրանց ոտքերը կոճղի մեջ, եւ որ տեսան ստեցեն անում, մանկամից հայրը երկունքով ասավ. «Ռեշտակներ ձեմ մի անեք։ Երկու հոգի ինձի պաշտում են»։ Շշուկ եղավ երկնքի մեջ։ Հետո տեսավ երգում են։ Տեսել եք, որ մեկը երգում է, մարդիկ ինչ են անում։ Մատ ոտ խփեք, արեք։ Հիմա մենք, որ ոտ ենք խփում, շատ ձեն չկա, բայց Հայր Աստվածը անգամից սկսավ ստեց անել։ Եվ որ ստեց արավ իմանեք ինչ աղավ, երկրաշարժ եղավ։ Մենք, որ ստեց ենք անում, երկրաշարժ չի լինում։ Որոշները կարող են ասել, կարող ես այդ ոտը չխփես, ակադուս ցավում։ Բայց Աստված որ արավ անգամից երկրաշարժ եղավ, ամենի ձեռու ոտից շղթաները ընկան։ Կարող ենք փառք տանք Տերոջը։ Մենք չենք կարող շղթաները մարդկանց ձեռու ոտից մեջտեղից տանել, Աստվածա կարող։ Բայց մի բան կարող ենք անենք։ Կարող ենք Տերոջը այդ դժվարին պայմաններով ինչ անենք։ Ղուկաս եղբայր, Վազգեն եղբայր, Բակուր եղբայր,
Մխիթար եղբայր։ Իմանես եկեղեցում մեծ ինչքան վատ են վարվել, ասում ենք, ինչքան ասում ենք, Աստված չի էլ նայում մեզի։ Այդ մանա գալի դրանց համար, որ իր հետ ինչ են անում, պաշտում եւ փառաբանում են։ Բայց այն ժամանակ, որ ոտը խփում է։ Հիմա տեսենք ինչ եղավ։ Եվ հանկարծակի մեծ շարժ եղավ, մինչև որ բանտի հիմունքներն էլ շարժվում էին։ Եվ իսկույն բոլոր դռները բացվեցան։ Մենք հակարծ ջարդում ենք դուրերը բացի չի բացվում։ Բայց Աստված, որ երկրաշարժ է ուղարկում, դռները բացվում են։ Եվ ամենքի կապանքները արձակվեցան։ Կարող ենք մատ ամեն, հալելույա ասեք։ Եվ երբ որ բանտապետն էլ զարթնելով տեսավ բանտի դռները բացված, սուրը քաշեց եւ կամենում էր ինքն իրան սպանել։ Հարաչիրի, ժապոնական, տեսել եք սուրը վերցնում են։ Ուզում էր իրան սպանել, որտեվ եթե բանտարկյալները փախած լինեին, վաղ իրան կսպանեին։ Որտեվ կարծում էր թե կապվածները փախել են։ Եվ Պողոսը մեծ ձայնով կանչից ասաց. «Անցին չար բան չանես, որտեվ ամենքս այստեղ ենք»։ Ջրակ ուզեց եւ ներս վազեց, դողալով Պողոսի եւ Շիղայի առաջին ընկավ։ Հենց այդ որ իրանց ոտքերը շղթայի մեջ էր դրել, ընկավ իրանց ոտքերի առաջ։ Եվ նրանց դուրս հանեց եւ ասեց. «Տերեր, այ քեզ»։ Ջարդու փշուր են արել, ինքն էլ նրանց բանտի մեջ է գցել։ Իրանց ոտքերը շղթայել, ասում է «Տերեր»։ Ես ինչ պետք է անեմ, որ փրկվեմ։ Լուրը տարածվել է, որ սրանք ինչ են ասում։ Եվ նրանք ասեցին. «Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին եւ կփրկվես դու եւ քո տունը»։ Եվ Տերոջ խոսքը խոսացին նրան եւ այն ամենին, որ նրա տանն էին։ Եվ նա նրանց վեր առավ գիշերը նույն ժամումը եւ խոցերիցը լվացավ։ Եվ իսկույն մկրտվեցավ։ Ինքը եւ բոլոր իրանները։ Եւ նա ստարավ իր տունը, նրանց առաջին սեղան դրավ։ Եվ ուրախ եղավ բոլոր ընտանիքով Աստուն հավատալով։ Լավա թե վատա։ Լավա, դե մեծեն հանեք։ Եվ երբ որ լուսացավ, զորագլուխները նվիրակներ ուղարկեցին եւ ասեցին. «Արձակիր այդ մարդկանցը»։ Եվ բանտապետը այս խոսքերը պատմեց Պողոսին, թե զորագլուխները ուղարկեցին, որ արձակվիկ, ուրեմն հիմա դուրս եկեք գնացեք խաղաղությամբ։ Բայց Պողոսը, ասենք բայց։ Ես բայց բառը շատ եմ սիրում Աստծո խոսքում։ Բայց Պողոսը ասաց նրանց. հրապարակավ ծեծեցին մեզ անմեղներից, որ հռոմայեցի մարդիկ ենք եւ բանտը գցեցին։ Եվ հիմա մեզ թաքուն են հանում, ոչ, այլ թող իրան գան մեզ հանեն։ Ինչու է այդ բանը ասում, որ նրանք էլ իմանան ինչա պատահել։ Նրանք էլ լսեն ինչա պատահել։ Եվ նվիրակներն այս խոսքերը պատմեցին զորագլուխներին, նրանք վախեցան։ Պետք է մենք մեծևի ապրենք, մեկին դարձի ասա, պետք է մեծևի ապրես, որ մարդիկ լսեն, որ Աստված քո հետ է եւ վախենան։ Երբ որ լսեցին, թե ռոմացի են, եւ եկան աղաչեցին նրանց, եւ երբ որ հանեցին, խնդրում էին, որ քաղաքից գնան, եւ բանդիցը դուրս եկան, մտան Լիդիայի տունը, եղբայրներին տեսնելով, նրանց մխիթարեցին։ Իրանք են ծեծկերել, նրանց մխիթարում են։ Եվ գնացին։ Ինչքան տարիքս անցնում է, մյուս ամիս կլինեմ 73 տարեկան, ավելի հիասթափվում եմ ինձից եւ հիանում եմ Քրիստոսով։ Ինձ եմ նայում եւ ասում եմ, «Վաու, ինչքան տարբերություն կա իմ մեջ եւ Հիսուսի մեջ»։ Տեսել եք, որ ձեր մասին սուտ խոսք եք խոսում, մեծ մասամբ, եւ որ մեկի մասին սուտ խոսք են խոսում, ես քարոզիչների եւ հոգեվոր մարդկանց մասին եմ խոսում։ Եվ որ ասում են, այս մարդը օրինակ է ստաց արալ, սկսում ենք մեզի պաշտպանել, չէ, ես այդ բանը չեմ արել, իմ մասին սուտ են խոսում, ճիշտ եմ ասում թե չէ։ Մեծ մասամբ էս են անում։ Հիսուսը ինչ ասում։ Ասում է ձեր մասին, եւ որ սուտ են խոսում, շատ ուրախացեք, հրճվացեք, որտեվ հին ժամանակ մարգարեների մասին էլ տեցին ասում։ Հետո ասում է, որտեվ հետ այն ժամանակ ձեր վարձքը շատ կլինի երկնքում։ Ես մի բան եմ ասում, մենք պետք է փոխվենք։ Դու ուզում ես փոխվես, փոխվի, ես ուզում եմ փոխվել։ Ընդրանք որ ուզում եք փոխվեք, ձեր բարձրացրեք։ Ես եմ փոխվեմ։ Ես եմ ավելի Հիսուսին նման եմ, որտեվ շատ անգամներ նայում եմ ինձ Հիսուսին, Տեր Աստված։
Ինչքան տարբեր եմ քեզնից։ Չեմ ուզում քեզնից տարբերել եմ, ուզում քեզ նմանեմ։ Հեշտ չի։ Բայց եւ որ Հիսուսին ենք նմանում, մարդիկ մեր միջոցով իրար հետևից գալիս են հավատքի։ Որտեւ նայում են մեզի։ Այն ժամանակ որ մեր տան մեջ ժողովներ սկսեցինք 1956 թվականին։ Այն ժամանակ շատերը ծնված չէիք, 56-ին։ Այնքան մեզի տանջեցին մեր ընտանիքները։ Մեզի ասան թրքցած, որտեղ մուսուլմաններին Քրիստոսին քարոզում։ Տարիներ մեզի ծաղրել են։ Մի բան ասեմ, հիմա էլ չեն ծաղրում։ Դա մորքուրի տղաներից, բարեկամներից որոշները տելեֆոն են ասում են. մենք այսքան տարի ձեզ ծաղրել ենք։ Տեսել ենք, որ դուք Հիսուսի հետ եթում եք։ Հիմա ուզում ենք տեսնենք ձեր պատկամը ինչ է, դու պատկամը տալիս ենք, որոշները հավատքի են գալիս։ Լավա թե վատա։ Մենք մարդիկ եւ որ մեր խոսքը չենք լսում, չասենք, ասան չեն հասկանում, աղոթենք իրանց համար։ Իրանց հետ լավ վարվենք։ Որտեւ եթե մարդիկ մեզ նայեն եւ մեր մեջ Հիսուս տեսնեն, մեզի կարող են մի բան ասեն, բայց Հիսուսին չեն կարող։ Ես Աբովյանի եկեղեցու համար, Նոր Հաճնի համար, Բյուրեղավանի համար, Արմավիրի համար, Երևանի համար եւ ամեն այնտեղերում, որ Վազգեն եղբայր դուք, Մխիթարը ուրիշները, Բակուր եղբոր համար, Ռուսաստան։ Ձեր համար խոսում եմ օրհնություն, օրհնություն, օրհնություն։ Բայց օրհնությունը ումից է գալի։ Դուք պետք է ճիշտ կյանք ունենաք, ես էլ ձեր հետ միասին։ Մենք պետք է ընտրություններ անենք։ Եվ որ մեր մասին ավել պակաս են խոսում, պետք է ընտրություն անենք։ Կամ իրանց պատասխանը տանք, կամ իրանց օրհնենք եւ ասենք Տեր Հիսուս, ինչ ես ուզում անեմ։ Եթե մեր ռեակցիան Քրիստոսանման լինի, հետո այնքան պտուղ կունենանք, որ կամանչենք Տերոջից։ Կասենք Տեր, ես մի փոքր մեկն եմ, ես ինչ ես անում։ Եվ մեմ ասեմ, Հիսուսը մեր խոսքը չի լսի, նորից մեզի կօրհնի։ Կարող եմ խնդրեմ գլուխներս խոնարհեն եւ մեկ րոպե աղոթել։ Ես սիրում եմ ձեզի Հիսուսի անունով։ Ես օրհնում եմ ձեզի Հիսուսի անունով։ Ես Բակուր եղբորը քանի անգամ եմ տեսել իր կնոջ հետ, բայց սիրում ենք իրար, որտեղ մեր հոգիները իրար մոտիկ է։ Մխիթար եղբայրս, Աշոտ եղբայրս, եւ ուրիշ եղբայրները ստեղ, քույրերը ստեղ։ Այստեղ Վարդուշ քույրը կա։ Աղոթում է ձախ ու աջ, ամենի համար։ Այստեղ Մարիամ քույրը կա, միայնակ մայրերի մեջ է գործում։ Այստեղ զորավոր մեկեր ունեք այստեղը։ Եվ մի բան ասեմ, եթե ամենս իրար ձեռքը բռնենք, իրար քաջալերենք եւ խրախուսենք, իրար չնախանձենք, բայց իրար օրհնենք Հիսուսի անունով, այս օրհնությունը, որ հիմա Աբովյանում եւ Երևանում Արմավիրում կա, կեթա ամեն Հայաստան, հետո կեթա ուրիշ երկրներ։ Մենք Պարսկաստանում 500 հատ մուսուլման քրիստոնյա դարձած չունեինք։ Հիմա 2 միլիոնից անցել է։ Եվ ամեն օր 2-3 հազար հոգի հավատքի են գալի։ 2 տարից հետո 2 միլիոնը կդառնա 4-ից 5 միլիոն հոգի։ Իմ մեջ ուրախություն կա Իրանի համար ապագայի եւ տխրություն կա Հայաստանի համար, մեր ժողովրդի համար։ Ասեմ Տեր Աստված, հետինները առաջին եղան, մենք հետ մնացինք։ Ինչ անենք հայերի համար։ Աշխարհի ամենահպարտ ժողովուրդներից մեկն ենք։ Գլուխ կովող, մեծ խոսող։ Փոքր խումբ ենք, բայց շատ մեծ ենք խոսում։ Բայց ինչու է առիթ տվել Աստված, որ սեպտեմբերին այդ համաշխարհային աղոթքը, որ Ամերիկայում էր, առաջին տեղ Ամերիկայից դուրս Հայաստան լինի, դրա համար որ Աստված ուզում է Հայաստանում նոր արդյունության ալիք բարձրանա։ Կարող եք փառտակ Տերոջը դրա համար։ Աղոթեք, ծոմ բռնեք, աղոթեք եւ ասեք Տեր, սեպտեմբերի մեջ կարող ես այցելես մեր ազգին մեկ անգամ էլ։ Մեր ազգը մեկ անգամ էլ ոտքի կայնի եւ իմանա որ քո հետ ամեն բան կարելի է։ Հայերը նորից դառնան միսիոնարական ուժ ռուսական երկրների, իսլամական երկրների եւ համայն աշխարհի համար։ Եթե դու մեկն ես, որ պատրաստ ես, միանաս Հիսուսին եւ անես այն բանը, որ ինքն է ուզում, աղոթքով, սեր ցույց տալով, օգնելով։ Տեսեք Հիսուսը մի բաներ ասում։ Եվ որ աշակերտները գալիս են ասում են,
Հազարավոր մարդիկ կան ստեղ, 5000 մարդ եւ լիքը կիներ եւ երեխաներ։ Սրանք այնքան են քուքարոզները լսել 3 օր, որ էլ հաճ չունեն ուտելու։ Արձակիր գնան գյուղերը եւ քաղաքները իրանց համար հաճ ճարեն։ Հիսուսը ինչ ասում. դուք կերակրեք նրանց։ Ես եկեղեցու պատասխանատվություն ունեմ։ Մի բան ասեմ, դուք փոքր եկեղեցի չեք, դուք կարող եք հոգեվորապես Հայաստանը կերակրեք։